Պարոն Գրիգորյան, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ստացել է ռուսական զենքի հերթական խմբաքանակը։ Արդյոք ձեր համար խորհրդանշական չէ, որ Լավրով, Մամեդյարով, Նալբանդյան հանդիպման նախորդ օրը նման լուր է հրապարակվում, որ Ադրբեջանը զինվում է հերթական անգամ, ընդ որում ռուսական զենքով, մի երկիր, որը հենց կազմակերպել է այդ հանդիպում։ Նախ այդ ակնհայտ է, որ դա ճնշում է Հայաստանի վրա։ Ակնհայտ է դա։ Առաջինը Ռուսաստանը որպես Հայաստանի ռազմավարական պարտներ չպետք է թույլ տալ այս ձևի մեծ քանակությամբ զենք ծախել Ադրբեջանին։ Չպետք է թույլ տալ։ Երկրորդը Ռուսաստանը միջնորդ է, չէ՞, Մինսկի խմբում։ Միջնորդը չպետք է միլիտարիզացնի կոնֆլիկտի կողմերին։ Այստեղ ինչ է նշանակում, որ այդ մեծ քանակությամբ զենք։ Ի վերջո մենք պետք է պատասխանենք, մենք էլ ինչ-որ քանակությամբ զենք պետք է ձեռք բերենք Ռուսաստանից, այլ տեղերից, չէ՞։ Ռուսաստանը չպետք է խրախուսի միլիտարիզացիան, ռազմականացում տարածաշրջանի։ Ուրեմն այստեղ Ռուսաստանի դերը բավական դեստրուկտիվ է։ Ու էդ էլ, ճիշտ եք ասում, հայտարարել միջև մի օր առաջ, միջև հանդիպում, որը Մոսկվայում Լավրովը կազմակերպում է Մամեդյարով, Նալբանդյանի եւ Մամեդյարանի միջև։ Ակնհայտ է դա ճնշում է հայկական կողմին, ցույց են տալիս, որ տեսակ եւ զենք իրանք ունեն, բան, դե մի քիչ էլ բան եղեք, էլի ավելի, ես կասեի այդպես պատրաստ ինչ որ զիջումների։ Ու մենք պետք է հասկանանք մեկ բան, քանի որ Ռուսաստանը շարժվում է իր շահերով, էդ էլ ոչ թե ռազմավարական շահերով, այլ մարտավարական, ցանկացած բան, ցանկացած բան կարելի է սպասել։ Գիտեք, երբ որ մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների կամ Եվրոմիության հետ, այնուամենայնիվ սկզբունքները կարևոր են։ Երբ որ դու դիվանագետներին մենք ասում ենք եվրոպական եւ ամերիկյան, խոսում ենք մարդու իրավունքներից, բան, իրանք դա ուշադիր լսում են, համաձայնում են, քննարկում են, չեն համաձայնում, բայց Ռուսաստանը դա ընդհանրապես չի քննարկում։ Ուրեմն այնտեղ, որտեղ որ Հայաստանը ավելի ուժ է Ադրբեջանից, որտեղ որ Հայաստանում հասարակություն կա, ակտիվ հասարակություն եւ այլ, այդ դրականը Ռուսաստանի մոտ չի անցնում։ Ռուսաստանի մոտ մենակ բացասական է։ Ռուսաստանը ասում է, չէ, իրանք նավթ ունեն, փող ունեն, չգիտեմ, հարստություն ունեն, դուք չունեք։ Կամ մենք ուզում ենք, որ Ադրբեջանը մտնի Եվրասիական տնտեսական միությունը, Ռուսաստանը ասում է մեզ։ Դրա պատճառով եկեք էլի մի բան զիջեք, որ իրանք համաձայնվեն մտնել։ Ուրեմն երբ որ մենակ շահն է աշխատում, մենք տուժված ենք։ Դա է պատճառը, որ Ռուսաստանի հետ, այո, պետք է աշխատես, բայց շատ զգուշ լիներ։ Ցանկացած այս ձևի նախաձեռնություն վտանգ է պարունակում։ Օրինակ, ես ինչու դեմ եմ այս ձևի հանդիպումների։ Կողմերը պատրաստ չեն։ Մեծ գաղտնիք չի եւ Հայաստան եւ Ադրբեջանը ունեն կտրուկ տարբերվող դիրքորոշում Ղարաբաղի։ Ինչ իմաստ ունի հանդիպել, մի անգամ էլ Ադրբեջանի ասել ոչ մի զիջման մենք չենք գնա, որ Ադրբեջանը վաղը էլ ավելի ինտենսիվ կրակի սահմանում կամ շփման գծում։ Ինչ իմաստ ունի։ Կարծում եք այս հանդիպումից հետո կավելանան կրակը։ Կասկած չունեմ, քանի որ պարզային չէ պատասխանել Նալբանդյանը։ Ես կասկած չունեմ, որ Մամեդյարովը կասի, հեսա եկեք դուրս բերու զորքերը, Նալբանդյանը կպատասխանի կատարեք Վենայի պայմանավորվածությունները, հետո կխոսանք։ Պարզա սա կգնա ու կսկսեն նորից կրակել։